Բարևձեզ, սիրելի հայեր, բարևձեզ, սիրելի անագիստներ, լակ ապրող Հայաստանի մեջ, կամ Սփյուռքի մեջ, այս լայվը շատ կարճ բիդնեմ, որովհետև անոր յետևին պիտի գպցնեմ վիդեոմը Բակտիվի վրա ինձանոտ Մանուկ Ստեփանյանին, մի քանի ամիս առաջ գրեցի, որ դակավին ամեն ինչ վերջացած չէ հույս կա, եւ ան գարձիկի վրա եմ, ճիշտ է որ շատ անգամներ, շատ քաղաքական ուժեր, շատ թեմքեր, շատ մանցիկ կմոտենաս ենթադրելով, որ օրվա իշխանության պաշինյանիզմի ինտիմատիվ են եւ ի վերջո պաշինյանիզմը վրատ կխնդա, որովհետեւ շատ ուժ կա հայտնաբերես, որ անոնցալ միասին մեկ գիծե են, սակայն հույսը կդրելու աստիճանը ասած այդ իրականությունը, որ պետք է ընդունեի, որ շատ ջարմիկ խորաման խաղացված է հայասկին գլխում, սակայն կա նաեւ այն կողմը, ճիշտ է որ ավետարանին մի դիպերեմ Իդեպ ավետարանի մեջ շատ բաներու մասին շատ հանջարակ երբով գրված է։ Իսկ որ շատ մարդիկ յետևեին արչև եղան, շատ մարդիկ այն արչև էին յետև եղան։ Եվ նաև հայկական ասացված որ գսե որ չսպասած կարատ խուտ կզարնե, ճիշտ է որ աթոսախաբությունը ապրած եմ շատ ուժերու հետ, շատ սերտ համակորդակցելով, նվիրելով ամեն ինչ եւ հայտնաբերելով որ իրենք բարձաբես Հարդեմ գոպտարզի խայր գխան գլխերնից եւ այնտեղ պաշինյանիզմի դեմ բայկարելու ոչ մեկ վիճակ չի գա Սակայն կա նաև այլ լավ իրողություն Մանուկ Ստեփանյանը անցնում է որ ես շատ ուժեղ կանատած եմ եւ միշտ ստեփած եմ որ իշխանության շեփորները մեկն է որը իրալիքի վրա Վանտոկ Արմենիայի վրա շատ ուժեղ հյուրընկալած է Պաշինյանիզմին թաքնված պաշտպանները որոնք Պաշինյանին քիչ մեկ կանատելով Պաշինյանիզմը կարոզեին սակայն այսօր ուրախ ակնկալ է որ Բակտիվի վրա Մանուկ Ստեփանյանը բոլոր անտկնությունը համարձակությանը կակատնագետին էր այս վիդեոյին հետ գված լայվին պիտի գպցնեմ այդ վիդեոյի մոտ 15 րոպե վերաբաղություն հայտնելով գարկը դեսագետներու մասին այնտեղ որ ռուսական կողմին գարտարացն է համաձայն չեմ որտեղ ռուսական կողմը ունի շատ հուժգու ուժեղ տավաճանած է հայ ասկի Կրեմլինը Պուտինը մեր եղբորբեկության մեջը շատ մեծ դեր ունի, սակայն կարևորը լավը այն է, որ Մանուկ Ստեփանյան ասած է շատ բաներ եւ ամենը դա քրականը, որ ինքը ասած է, որ ինքը գպապակի կամ ոչ կուղե, որ օրվա իշխանությունն հրանա շատ ողջունելի է, շատ անդուկ ընկեր Մանուկ Ստեփանյան ողջունեմ, բավական դա քրական է, մի քանի անգամ լսեցի մեծ հաջողով վիդեոն չգծնեն առաջ, բարձրապես շատ փոքր վերլուծումը որ հստակ է որ շատ հայաստանցիներու որ Պաշինյանիզմը կպաշտպանեն կապված լելով երևի արտասահմանի գալուստները որ Պաշինյանիզմի հետ միասին զինակցություն ունին կսե որ ընկերներ խեկեն գլուխի տավակեցեք ինչ կնեք ծեր գլուխը պիտի կանտեք ծեր դունը պիտի կանտեք մենք Հայաստան կփնագենք ինչ որ միլա առաջինը մեզի պիտի լա ինչ կնեք Ըստ երևույթին ոչ թե ըստ հստակ է որ Մանուկ Ստեփանյանը այդ հայերն են որ խելոք հասկացած է որ փորձանքը առաջինը մի դարված է Հայաստանի բնակող հայերուն եւ ինք անոնց կարգին է ընտանիք ունի զավակներ ունի ումդեղ ունի այստեղ եւ բնականաբար Հայաստան գաբրի բնականաբար ինքը հասկացած է այն փորձանքը որ իր գլխում պիտի կա եւ խոսած է կողջունեմ կքննադեմ ցերկերգարեմ եւ մինչեւ այն օրը սիվոր գնացած Անկամ եւս վերաբաղություն ռուսական գոմին արտարացնելու իր հայտարարություններում, սակայն պայման չէ որ ամենից հաջին համաձայնն եմ, սակայն համաձայն եմ եւ ուրախ եմ որ ընկեր Մանուկ Ստեփանյանը Պաշինյանիզմին այդ ուժեղ կատարություն հրած է իմ չսածները շատ ավելի սած է ես որ մի քանի կատարություն հրած է Պաշինյանիզմին ինձ որակվեցին Թավաջան այստեղ անդերեն դրամարնող կորձագալ եւ այլն մստա որ Մանուկ Ստեփանյանի մասին ամեն բաները ասելը անհնար է Անամանտ հստակ է իր տերը իր դիրքը շատ հստակ է ամես որ ողջունեմ հրավիրած է վարչապետ Պաշինյանին բանավեճի եւ ասած է որ հստակ է որ գարմրած դուրս պիտի գա բավական հանդուկն հայտարարություններ նաեւ վերջին դերը ասած է որ օրվա իշխանություններուն շարունակելը փորձանք է եւ հստակ է որ կամ ոչ ուղած է կամ հայտնած է հստակ ցանկությունը եւ իր քննադատականը որ օրվա իշխանությունները պետք է մեկ վայրկյան առաջ հեռանան շատ դակրական է հիմա շատեր որ սպիրտ կամին մանամանտ միջին արևելքի հայեր որոնք գազեն որ իրենք
չեմ ուզեր սխալպարը կորդազել, իրենց հոգը չէ, անդարբեր գսկան, ջպարակա որ չեմ ուզեր կորդազել, բայց ադե իրենց վիճակը հայտնի է, որ ինչպես Հայաստանի միջկիցեն ջանդամ, անդեղա ուրիշ ջիով պարմը կորդազել, շատ լավ հասկացան, շատ տեսլակ է, որ իրենց համար ջի է, անդարբեր հոգերին չէ, ջանդամ, ինչպես է տողել Հայաստանի մեջ, կարծելով, որ իրենք միջին արևելքեն հերու են, անխելքություն է ասի, որտեղ առաջին հարվածը Հայաստանին միշտ ասած է միջին արևելքի միտիկա, վգա Սուրիան, այսօր բարեբախտաբար Ամերիկան եւ Եվրոպան հանդերը գնալով դագամի Սուրիա մեջ հայերուն հատկանեություն չեն դար, ուզեն իրենց թիմակից լավ երևցնել, ինչեւ որ իրենք դառնան լեգիտիմ, օրինավոր հստակ է, ես սովորեմ որ Ամերիկան կամ Եվրոպան կամ արևմուտք գերեշտակ է, սակայն իրենց ներկայությունը հանդեր գզրսպե որ հայերուն ներողություն դեպի Սուրիա մեջ, սակայն այ խելացիներ, այ անհրադեսներ, այ ոչ իմաստուններ, այ անխոհեմներ Քիչ մխոհեմությունը եթե խոսից քեզի տավաջան գորագեն սադանա գորագեն եւ որ Հայաստանի վրա հարված է վերջնական կա առաջինը հորտանան Լիբանան նարամանան Լիբանան եւ անդերի շարժումները գիտեն ինչ կբադայի Լիբանի հարավանական բելուջան մեջ նամանաման որ այսօր աթիզբուլան որ ես աչեմ սիրեր սակայն դուլացած է եւ այև մուստաբալ օսան կդուլացած է չափավոր իսլամական սուննի ամենքն որ գեղավարվեր մուստաբալով լիբերալ չափավոր աշխարհիկ ոչ զարեղ մոդեռն դեպի իր մասին սուրբ մուստաբալն սուրբ չէ սակայն այլ նույն է այդ հոսանքներուն դառնալով Լիբանանի մեջ արմադական հոսանքը շատ ուժեղ զարեղ գզորանա եւ առաջինը հարվածը կարող է ստանալ Սուրիայի հետ միասին զուգահեռ հորտանալը չեմ գիտե հորտանի մեջ սակայն բեդություն կա տակավոր ուժեղ է բանակա հորտանի մեջ ատկանալ ավանական չէ սակայն առաջին հարվածը պիտի ստացվի Լիբանանը ամես որ Մանուկ Ստեփանյանը հասկացավ խելքի եկավ եւ ասավ ինչ որ պետք է այս վիդեոն հետ կգցնեմ այդ վիդեոն այս լայվին Մանուկ Ստեփանյանը պակտիվի են Ռեգան ինչ որ Մանուկ Ստեփանյանը արավ դուք ցես խնայեք շնորհակալություն այս կան թե արդյոք հակամարտությունը սկզբնավորման փուլից մտել էր փակուղի հայկական կողմի համար եւ դատապարտված էինք մենք որ արդեն տարիներ անց ասենք 2000 թեկուզ 20 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով մենք պիտի եւ դրան հաջորդած իրողությունների հետևանքով մենք պիտի իսպար հուսամ ժամանակավորապես կորցնեինք Լեռնային Արցախը թե ոչ իմ կարծիքով ոչ թող հակառակ կողմից գան եւ ինձ ապացուցեն որ ոչ արդեն դատապարտված էր ամեն ինչ Արցախը ինչպես շատերն են ասում իրենց դարձյալ իշխանամերձ շրջանակների թոք էր մեր վզին դա միտումնավոր որոշակի ուժերի կողմից սանձազերծված էր որպիսի Ռուսաստան չգիտեմ ինչ որ այլ ացիաններ որ ընդամենը թոկը մեր վզին պահելով իրենց կախման մեջ պահեին մեզ չէ այդպիսի բաներ չկան իրականում չկար եւ ոչ ոք դա չի կարող ապացուցել եթե ապացուցելու բան լինի խնդրեմ եկեք բայց հիմնավոր քաղաքագիտական փաստարկներով ինձ ապացուցեք այդ ամեն ինչը եւ ես կփորձեմ ձեզ հասկանալ եւ եթե դուք կարողացաք ապացուցել այդ հանգամանքը ես անգամ պատրաստ եմ ներողություն խնդրել Ինչու է Նիկոլ Փաշինյանը այ հիմա փաստաթղթի հրապարակման այս փուլում ասենք խուսափել արդեն Արման Թաթոյանի միասնության թևեր նորաստեղծ շարժման ղեկավար Արմեն Թաթոյանին նրան ուղարկված բանավեճի հրավերից Ես ինքս եմ Նիկոլ Փաշինյանի հրավիրում այստեղ մեր տաղավար եւ ինչու ոչ այս հարցի շուրջ քաղաքական քաղաքագիտական բանավեճի Նիկոլ Փաշինյան ես ձեզ հրավիրում եմ բանավեճի եկեք եւ ես վստահ եմ որ դուք այդ բանավեճում պարտվելու եք եւ կարմրած դուրս եք գալու մեր տաղավարից որովհետեւ դուք այս հարցում փաստարկներ չունեք ցավոք սեր եթե ունեք եկեք խնդրեմ բանավիճեք դրա համար այս հաղորդաշարը թող լինի նաեւ բանավեճի հրավեր եթե անգամ Նիկոլ Փաշինյանը չկա թող Նիկոլ Փաշինյանի թիմից որևէ մեկը գա բանավեճի Դրանից առաջ մինչև այս փաստաթղթի հրապարակումը Նիկոլ Փաշինյանը ինքն էր այսպես շատ անպագորգոր կերպով ազգային ժողովում հրավիրում 3 նախագահներին միասին բանավեճի 3 նախագահները իհարկե մերժեցին ասեցին որ մենք չենք գա բանավեճի
ըստ էության մի քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել այս փաստաթուղթը, ինչը հրապարակվեց։ Իսկ փաստաթղթի հրապարակումից հետո հիմա տեսնենք ինչպես կզարգանան իրողությունները։ Ես կարծում եմ, որ կարելի է գալ բանավեճի, կարելի է չգալ բանավեճի, բայց արդեն ամեն ինչ էլ ակնհայտ է, արդեն ինչի շուրջ բանավիճես, երբ որ ամեն ինչ ակնհայտ է, որ ճակատագրական, ես այդ սխալը դա ես պարզապես որակում եմ որպես հանցավոր սխալ, եթե անգամ սխալ կարելի է դա հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ, այս փաստաթղթի չհրապարակելը ժամանակին, այս փաստաթղթի տրամաբանությամբ չշարժվելը, այսպիսի հրաշալի պայմաններին չհամաձայնվելը, իհարկե 5 շրջանների վերադարձով սկզբնական շրջանում, հետո պահպանելով Արցախի հայկականությունը, պահպանելով ըստ էության Արցախի անկախ պետականությունը դե ֆակտո եւ պահելով ստատուս քվոն միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումով, միջազգային եւ ոչ թե ասենք միայն ռուսական կամ միայն ամերիկյան, որովհետեւ դա Միսկի խմբի համանախագահների մենք ունենայինք անվտանգ Արցախ, մենք չէինք ունենա այսօրվա ողբերգական իրադարձությունները շուրջ 250,000 քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ մենք չէինք ունենա եւ այլ ողբերգական կորուստներ մենք չէինք ունենա, այդքան զոհեր մենք չէինք ունենա, սիրելի բարեկամներ։ Սա է իրողությունը եւ այստեղ կարելի է նաեւ ցիտել եվրոպական բարձրաստիճան պաշտոնյա Բորելի այն միտքը, որ մինչև 2022 թվականի Պրագայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական համաձայնությունը եվրոպական հովանու ներքո, երբ որ այստեղ նույնպես մի քաղաքագիտական եւ աշխարհքաղաքական սխալ եղավ, մենք հեռացանք անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաստատված հրադադարի տրամաբանությունից, որը ըստ էության նաեւ Ռուսաստանի միջնորդական հարթակն էր, չասեմ ռուսական հարթակ էր, որ որոշ հակառուս գործիչների, այսպես առիթ չտամ ինձ մեղադրելու պրոռուսականության մեջ, քանի որ ես բացարձակապես պրոռուսական, Ռուսաստանամերձ մտքեր չեմ արտահայտում, ես արտահայտում եմ այն ինչը որ կա բացարձակապես, ընդհակառակը։ Իմ մտքերը բխում են միայն մեր անկախ պետականության եւ ինքնիշխանության շահերից, Արցախի պահպանման շահերից, որը ցավոք սրտի հուսանք որ ժամանակավորապես կորցվել է մեզ համար։ Ուրեմն Բորելը ինչ էր ասում, Բորելը ասում էր, որ 2022 թվականի մինչև Պրագայում տեղի ունեցած այդ համաձայնությունը, որը ինձ համար դարձյալ ճակատագրական սխալ էր, որը ըստ էության Արցախի ցեղասպանության 2023 թվականի 1 տարի անց տեղի ունեցած մոտավորապես սեպտեմբերի ցեղասպանության եւ իսպար հայաթափման պատճառը հանդիսացավ, Պրագայի մինչև Պրագան որևէ հայ բարձրաստիճան պաշտոնյա եւ ղեկավար Լեռնային Արցախը պաշտոնապես դե յուրե չէր ճանաչել, իրավաբանորեն չէր ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Դա տեղի ունեցավ միայն Նիկոլ Փաշինյանի վարչակարգի օրոք։ Հիմա կա հակափաստարկ, դա այդպես չի եղել։ Կա հակափաստարկ, որ եթե եվրոպական պաշտոնյաները, Մակրոնները եւ մյուսները երաշխավորում էին, որ ճանաչելով այ հայեր, դուք ճանաչեք Արցախը Ադրբեջանի մաս, բայց դուք շարունակեք, թող Արցախահայերը շարունակեն ապրել, մենք կերաշխավորենք այդ անվտանգային եւ նաեւ Ադրբեջանին էին այսպես փշի անելով ասում մենք ամեն ինչ կանենք, որ դուք երաշխավորեք, հայեր չվախենաք, Նիկոլ Փաշինյան չվախենաս, դուք ընդամենը դե յուրե ճանաչեք, որ Ադրբեջանին շատ չզայրացնեք, բայց ըստ էության մենք Արցախահայությունը չի հեռանա, մենք կստեղծենք անվտանգային հնարավորություններ։ Եղավ այդ հնարավորությունը, չեղավ։ Հակամարտությունը սրվեց, եղավ հայտնի Արցախի շրջափակումը, խեղտամահ անելու աստիճան հասնող շրջափակումը եւ վերջնականապես հայաթափումը եւ այսօր մենք ունենք այն ինչ որ ունենք։ Այսինքն փաստորեն մենք հերթական անգամ հայ ժողովուրդը հերթական անգամ դարձավ միջազգային, այսպես ասած, բարի եվրոպական պետությունների ըստ էության զոհը եւ նորից մեղավորությունը նետվեց Ռուսաստանի վրա այն ժամանակ գոյություն ունեցող դերևս խաղաղապահների, բայց ինձ համար այնտեղից հնչեց բնական ու տրամաբանական մի պատասխան, որի մեջ ես ավելի շատ բնական ու տրամաբանական եւ չմեղադրող եմ բնականաբար ռուսական կողմից, ընդհանրապես չմեղադրող եմ ոչ միայն ինչ որտեղ, որովհետեւ եթե դու արհամարելով, ասենք տվյալ երկրի Ռուսաստանի
կողմից միջնորդային բանակցային հարթակը դու հեռանում ես նրանից, դու չես ուզում նրա հետ գործ բռնել, դու չես ուզում նրա հետ բանակցել, չես ընդունում ըստ էության նրան որպես դաշնակից, եւ այդ ժամանակ հիշեք, թե ինչպիսի հակառուսականություն էր մոլեգնում Հայաստանում, ուրեմն Ռուսաստանը ինչու պիտի պաշտպաներ եւ ինչու պիտի շահագրգռված լիներ պաշտպաներ Քոշայելը, եթե դու ինքդ Ադրբեջանի հետ գնում ես առանձին Ռուսաստանի թիկունքին բանակցում ես Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու որոշում ես կայացնում Պրագայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, հետո մեղադրում ես Ռուսաստանին, ռուս խաղաղապահներին, բա ինչու չեք երաշխավորում մեր արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունները։ Այդպիսի բան չի լինում քաղաքականության մեջ։ Պետք է պարզապես իրերին նայել սթափ տրամաբանական հայացքով եւ իրերը կոչել իրենց անուններով։ Ուրեմն Առաջին հերթին ողբերգությունը տեղի ունեցավ հենց այդ պատճառով, տեղի ունեցավ գեոքաղաքական այս սխալների պատճառով, այդ հայաթափումը տեղի ունեցավ գեոքաղաքական սխալների պատճառով եւ մի բան էլ, որ այսօր որոշ արդեն քաղաքական շրջանակներ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը եւ փաստեր կան, որ դեռևս 2019 թվականին ի հարց նրանց թե որևէ բանակցային փաստաթուղթ առաջարկվել էր թե ոչ, նա համառորեն պնդում էր, որ որևէ փաստաթուղթ չկա, որ անգամ ինքը նույնիսկ Ալիևից է իմանում, թե ինչ է տեղի ունենում այդ բանակցային տրամաբանության մեջ Արցախյան հիմնահարցի շուրջ, որ ինչ որ պետք է, եթե հիշում եք նրա հայտնի ելույթներից մեկի խոսքերը, ինչ որ պետք է անել բանակցում ենք, դուք հանգիստ եղեք եւ այլն եւ այլն։ Ոչ մի թիզականությունը Նիկոլ Փաշինյանի 2019-ին Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչ որ միտեղ դիվանագիտական տեսանկյունից շատ անհարկի մի կարգախոս, որը կարող էր անցալվել որոշակի շրջանակներում որպես տարածքային պահանջ, ոչ թե ինքնորոշման խնդիր Արցախի, այլ տարածքային պահանջ Ադրբեջանից, որովհետև Արցախյան հիմնահարցի մեր խաղաթուղթը, մեր հաղթաթուղթը Արցախայության ինքնորոշման խնդիրն էր, սիրելի բարեկամներ, եւ ստեղ ուրիշ բան որոնել պետք չէր։ Եվ դա էր ճշմարիտ ճանապարհը։ Եթե մենք գնայինք պարզապես Ադրբեջանից, այսպես տարածք բռնագրավելու ճանապարհով, այդ տրամաբանությամբ մենք կպարտվեինք, մենք դեռևս 26 տարի առաջ կկորցնեինք Արցախը, բայց 26 տարի պատերազմից հետո, պատերազմից այսպես 1994 թվականի հրադադարը հաստատելուց հետո Արցախը հայկական էր, Արցախը բոլոր դեպքերում զարգանում էր, բոլոր խնդիրներով հանդերձ, ես չեմ ուզում իդեալականացնել ամեն ինչ, այդ ժամանակվա իրականությունը եւ Արցախը բոլոր դեպքերում մեր հպարտությունն էր, մեր 90-ական թվականների այդ առաջին Արցախյան պատերազմում տարած այդ հիանալի հաղթանակի արդյունքն էր Լեռնային Արցախի Հանրապետությունը։ Հիմա ինչ պիտի անել։ Ինչ պիտի անել։ Եթե նաև ԵԱՀԿ Մինսկի խումբն է արդեն լուծարվում, եթե անգամ պետությունը չի խոսում Արցախյան, լավ, Արցախը արդեն հուսանք ժամանակավոր են կորցրել, բայց պարզվում է, որ Արցախը կորցնելով միայն Արցախը չի, որ կորցրել ենք, ասեցի, որքան ինքնիշխան տարածք են կորցրել, եւ Արցախի միթե նաև այս հրեշավոր սխալի, մեղմ ասած սխալի, ճակերտների մեջ սխալի հետևանքով չի, որ այսօր այս վիճակում Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է նորանոր պահանջներ, աղետալի, վտանգավոր պահանջներ, եւ ինչ ենք անում, եւ ինչ ենք մենք պատասխանում, ըստ էության ոչինչ էլ մենք չենք այդ 300,000 թե 500,000 փախստականների այսպես կոչված վերադարձը, որը որևէ իրավաբանական հիմք չունի, ադրբեջանցի հատուկ կոմիտե են ստեղծում Ադրբեջանում այդ փախստականների իրավունքները պաշտպանող, արևմտյան Ադրբեջանի կազմակերպություն են ստեղծում, Սևանալիճը Գյոյչա են անվանում, եւ ասում են թող հայերը չվախենան, որ ադրբեջանցիները պիտի վերադառնան Արցախ, նրանք հո տանկերով չեն վերադառնալու, ախր նրանք մեքենաներով են վերադառնալու, եւ ձայնակցողներ էլ կարծես թե կան այստեղ հայկական կողմից դժբախտաբար։ Սա է իրականությունը, սա է ցավալի իրականությունը, եւ ես կարծում եմ, որ երկիրը այս իրականությանը հասցրած իշխանությունը պիտի ուղղակի գլխիկոր հրաժարական տա, թողնի ու հեռանա, եւ Աստված տա խաղաղ ճանապարհով թողնի ու հեռանա։
որը այս պահին ես լուրջ չեմ համարում իհարկե իրենց նաև տրամաբանության, որովհետև իրենք շատ հանգիստ եւ շատ ինքնավստահ պատրաստվում են նոր սիրելի բարեկամներ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վստահ լինելով, որ այդ խորհրդարանական ընտրություններում նրանք համոզիչ ջախջախիչ հաղթանակ են տանում, վստահ լինելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում իրենց համար, իրենց վկայակոչումով հաստատված այդ համաձայնագրի հետևանքով նրանք արդեն խաղաղությունը բերել են, հաստատել են եւ հիմա տնտեսական հրաշքներ են գործելու Հայաստանում, մինչդեռ ավելի սթափ, ավելի ողջամիտ քաղաքական շրջանակներ, ոչ թե ավելի իրական ողջամիտ, ես նրանց ողջամիտ չեմ համարում, այս դեպքում մանավանդ այս փաստաթղթի հրապարակումից հետո, այս ողբերգությունը ջրի երես դուրս գալուց հետո, իրականում ողջամիտ շրջանակներն ասում են, որ ոչ մի ամերիկյան երաշխիք էլ չկա, ոչ մի Թրամփի WhatsApp էլ իրականում չկա, որովհետև իրավական դաշտում Թրամփը, ամերիկյան կողմը, ոչ Եվրամիությունը չեն տվել Հայաստանին որևէ անվտանգային երաշխիք այդ միջանցքը տրամադրելու դիմաց։ Ընդհակառակը դա օտարվելու է մեզանից եւ դա ըստ էության թուրք-ադրբեջանական հերթական պարտադրանքն է լինելու եւ որին չեն ներգրավելու տարածաշրջանային այլ խաղացողներ, որը կարող էր տեսականորեն եղանակ փոխել, այսինքն Ռուսաստան, Իրան, Չինաստան եւ այլն։ Այսինքն դրա համար միայն ուրախացել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը, Հեյդարի որդին, որը արդեն միջանցք արտահայտությունն է օգտագործում եւ այս ամենը որակում է որպես հերթական հաղթանակ։ Այսինքն ունենք Ադրբեջանի թելադրող, պարտադրող վիճակը, Ադրբեջանի նոր ագրեսիվ պահանջները, զինվող Ադրբեջան, շարունակաբար զինվող Ադրբեջան եւ մի տեսակ թուլացած դժբախտաբար կարկամած, խեղճացած գլխիկոր Հայաստան եւ ղեկավարություն, որը կարծես թե Աստված տա իմ խոսքերը իրականություն չդառնան, բայց չգիտեմ ինչի ներքուստ գիտեմ, որ իրականություն կարող է դառնան, պատրաստվում է հերթական զիջումներին, անկլավների եւ էքսկլավների հարցը դրա վառ վկայությունն է, որովհետեւ եթե դա էլ տրամադրվի Ադրբեջանին, մենք ունենանք նոր տարածքային միակողմանի կորուստներ կամ զիջումներ եւ Հայաստանը կհայտնվի շատ ավելի ծանր վիճակում, քան այսօր այն կա։ Ինչ է տեղի ունեցել, նորից եմ ասում, տեղի է ունեցել հանցավոր քողարկում իշխանությունների կողմից։ Եթե ժողովրդավար եք հարգելի իշխանություններ, ինչի եք սեփական ժողովրդից քողարկում ճշմարտությունը։ Ինչ էր դա ձեզ տալու, ինչ էր դա ձեզ բերելու։ Թե այն ժամանակ ավելի ձեռնտու էր Արցախը Հայաստան է եւ վերջ ոչ մի թիզականության դիրքերից հանդես գալ եւ երկիրը հետս հետե տանել դեպի անհեռանկար անորոշ պատերազմ, որի հետևանքները եւ որի նաեւ այսպես ասած պարտության հետևանքները նույնպես մեղմ ասած շատ մութ են իմ տրամաբանության հանդերձ դա բավականին մութ շերտեր ունեցող եւ ինձ հասած տվյալներով օդում կախված, այսպես ասեմ, գոնե այս պահին տվյալներով դա ըստ էության պայմանավորված պատերազմ է ավելի շուտ եղել, որովհետև շատ ու շատ դեպքերի մասին եմ ես լսում, որոնք ուղղակի իմ տրամաբանությանը մոտ չի, թե ինչի պիտի այդպիսի ելք ունենար, թե ինչի պիտի մենք այդ կերպով նախ համաձայնվեինք մեզ համար, չասեմ լրիվ նվաստացուցիչ, բայց մասամբ նվաստացուցիչ նոյեմբերի 9-ի համաձայնությանը, որից հետո շղթան, ոչ հայանպաստ շղթան դեպքերի զարգացումները շարունակվեին ի վնաս հայության։ Ինչի պիտի մինչև նոյեմբերի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունը կնքել է, երբ ռուսական կողմը համառորեն առնվազն ինձ հասած տվյալներով 2 անգամ առաջարկել է անհամեմատ ավելի հայանպաստ